Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք. Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքը վերածվեց նստացույցի։ Հրապարակում վրանի մեջ կմնան մինչև իշխանությունը կատարի իրենց պահանջները։ Իրականացնել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող։ Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազ գնելու եւ Իրանի տարածքով Հայաստան հասցնելու շուրջ։ Փակագծեր չեն բացվում։ Եվրամիությունը իր քաղաքացիներին խորհուրդ տվեց առնվազն 72 ժամվա սննդամթերքի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար։ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում եւս 2 գյուղի գրավման մասին, նաեւ մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 170 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Starlink-ը Հայաստանում է։ Գերարագ ինտերնետի առկայությունը առավելություն կարելի է համարել հենց ռազմի դաշտում։ Starlink-ը դա ռազմական տեխնիկա չէ։ Ազատության հրապարակում հանրահավաքը ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների վերածվեց նստացույցի։ Հրապարակում վրանի մեջ կմնան մինչև իշխանությունը կատարի իրենց պահանջները։ Օրակարգում է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցը, Հայաստանում արցախցիների սոցիալական եւ այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման պահանջը, Արցախի մշակութային ժառանգության եւ մասնավոր սեփականության պաշտպանությունը։ Ազատության հրապարակում աշխատում է Գայանե Սարիբեկյանը, ուղիղ կապ ենք հաստատել նրա հետ։ Գայանե, բարի երեկո, խնդրում եմ պատմես ինչ է այս պահին տեղի ունենում Ազատության հրապարակում։ Բարի երեկո Անուշ, Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է, արցախցիները տեղադրել են վրանը եւ նրանք այսօր իրենց 12 պահանջները ներկայացրեցին Հայաստանի կառավարությանը եւ պայման դրեցին, որ մեկ շաբաթ այստեղ նստացույց կանեն, մինչեւ իրենց հարցերին պատասխանեն։ Իսկ ավելի կոնկրետ իրենց հետագա քայլերի մասին կխոսեն երկուշաբթի։ 12 պահանջներից մեկն օրինակ վերաբերում է Արցախ վերադառնալու իրավունքի հարցին, նրանք պահանջում են, որ այս հարցը կառավարությունը իր օրակարգում պահի, ինչպես նաև միջազգային ատյաններում առաջ մղի։ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու քայլեր են պահանջում արցախցիները, ինչպես նաև սոցիալական հարցեր կար 12 կետանոց պահանջագրում, օրինակ բնակարանով ապահովեն արցախցիներին։ Այսօրվա հանրահավաքի օրակարգում հիմնականում կարելի ասել միայն արցախցիների իրավունքների պաշտպանության ու սոցիալական հարցերն էին։ Նրանք մեկ շաբաթ ժամանակ տվեցին կառավարությանը, իսկ թե կառավարության պատասխաններից հետո կամ կառավարության իրենց չբավարարող պատասխաններից հետո ինչ քայլեր կանեն, դրա մասին կխոսեն ավելի ուշ։ Այստեղ հանրահավաքին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, այդ ընթացքում օպերայի շուրջ տեղակայված էին ոստիկանական տասնյակ մեքենաներ, ոստիկանական ուժեր էին կուտակված, բայց թե հանրահավաքի, թե դրանից հետո վրանը տեղադրելու ժամանակ որևէ միջադեպ չեղավ քաղաքացիների եւ ոստիկանների միջև։ Հանրահավաքի օրակարգը, ինչպես նշեցի, սոցիալական հարցերն էին, ես առաջարկում եմ այդ ելույթներից դիտել հատվածներ։ Ասում են արցախցին չի ուզում աշխատել, արցախցի մայրը տանում է իր երեխային մանկապարտեզ, չեն ընդունում, ասում են առաջնահերթություն ունեք, եւ երբ որ մայրը նշում է, որ Արցախից բռնի տեղահանված է, ասում են դա առաջնահերթություն չէ։ Հեշտ է, չէ՞ մի կողմից ասել արցախցին չի ուզում ինտեգրվել, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի չկարողանա ինտեգրվել։ Ինչպես աշխատի մայրը, երբ դուք նրան դա թույլ չեք տալիս, եւ ձեզ համար բռնի տեղահանությունը առաջնահերթություն չէ։ Ի՞նչն է ձեզ համար առաջնահերթություն, հարցնում եմ։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության եւ համազգային արժանապատվության վրա։ Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են. Առաջին, նախաձեռնողական, հետևողական եւ պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը ապահովելու
Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող եւ այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը։ Այստեղ հրապարակում ձևավորվում է շտաբ, որը գործելու է ամենօրյա ռեժիմով, ինչպես նաև հաջորդիվ ակցիաներ են տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության մոտ, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված տարբեր դեսպանատների մոտ եւ մեր այսօրվա հանրահավաքի մեկնարկը ունենալու է իր նպատակային եւ տրամաբանական շարունակությունը։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, միանշանակ այս պայքարը, եթե մեր սոցիալական խնդիրները չլուծեն, մեր կանայք ու երեխաները մնան փողոցներում, այս խնդիրը, այս պայքարը ուզենք չուզենք, դառնալու է քաղաքական պայքար։ Սա մեր հայ լինելու, հայ ապրելու հարցն է, սա մեր արժանապատվության հարցն է։ Բոլորից կոչ եմ անում, այսօրվանից հայտարարությունը արդեն եղել է, մնալու եք ստեղ այնքան ժամանակ, հետագա գործողությունների ընթացքն իրականացնելու համար։ Ոստիկանության խոշտանգումների մասին արցախցի երիտասարդի հայտարարությունից 10 օր անց չկա որևէ ոստիկան մեղադրյալ։ Քննչական կոմիտեն բավարարվում է կարճ մեկնաբանությամբ, քննությունը շարունակվում է։ Տիգրան Ուլուբաբյանը և նրան սատարողները 3 օր շարունակ արդար քննության պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացրել Երևանում քննչական կոմիտեի շենքի առջև։ Ուլուբաբյանի դեպքը միակը չէ, անցած ամիս էլ խոշտանգման մասին հազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Տպավորությունը սենա, որ իրանք չեն ուզում ասեն, որ ինչ գործողություններ են արածեցելու, հայհոյելու, մեկը իրանք հերքում են ասում, մենք տես բան չենք արել։ Ասում է Տիգրանին պրոստը, Տիգրանի հետ ջերմ զրույցել ենք։ Ոստիկանությունում խոշտանգման մասին հազանգից 10 օր անց չկա որևէ ոստիկան մեղադրյալ։ Տիգրան Ուլուբաբյանի ու ոստիկանների առերեսումներից հետո էլ իրավապահները չեն շտապում մեղադրանք առաջադրել ոստիկանության լոռու մարզային պետխորեն Բաշխոյանին եւ նրա 6 ենթականերին, ինչու այսօր քննչական կոմիտեից միայն փոխանցեցին։ Քննությունը շարունակվում է։ Հələ գործը քննվում է, մինչև վերջը չի ավարտվել։ 29-ամյա արցախցի երիտասարդը ոստիկաններին է մեղադրում իրեն խոշտանգելու համար։ Պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել։ Նրա ահազանգից հետո հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով, կատարվել դատաբժշկական փորձաքննություն։ Կարծել են, որ Տիգրանը Ուլուբաբյան Տիգրանը միայնակ է։ Հիմա բոլորս եկեք Տիգրանին նախ ասենք, որ ինքը միայնակ չէ։ Տիգրանը միայնակ է։ Տիգրանն ու նրան սատարողները 3 օր շարունակ արդար քննության պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացրել Երևանում քննչական կոմիտեի շենքի առջև։ Նրան ու փաստաբան Ռոման Երիցյանին անգամ ընդունել էր կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, խոստացել օբյեկտիվ քննություն։ Դե եթե արդարություն կա կպատժվեն, հաստատ կպատժվին։ Հո ես իմանում, որ սուտ չեմ տվել, ինչ կա, էդ եմ ներկայացրել։ Փաստաբան Ռոման Երիցյանը սակայն դեռ անցած շաբաթ սկսած առերեսումներից հետո հայտարարել էր, որ քննչական կոմիտեն բաց է թողել խոշտանգման դեպքը բացահայտելու հնարավորությունը։ Ոստիկանության լոռու մարզային վարչությունում կան տեսախցիկներ, բայց դրանց արձանագրածը չի պահպանվել, քանի որ դրանք օնլայն ռեժիմով են աշխատում։ Կան որոշակի տվյալներ, որոնք ինձ համար այդքան էլ գովելի չեն մեր տեսանկյունից, այնքանով, որքանով, որ ուշ քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով պայմանավորված եւ քննչական ակտի գործողությունները չձեռնարկելու հանգամանքով պայմանավորված արդեն իսկ բավականին ապացույցներ ոչնչացվել կամ անհետացել կամ առհասարակ թաքցրվել են։ Ուլուբաբյանի դեպքը միակը չէ։ Անցած ամիս էլ խոշտանգման մասին հազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Վահան Մկրտչյանի վերաբերյալ իրական գործը դեռևս հունվար ամսին է հարուցվել, հարձակվել է ցուցմունք է տվել եւ ինքը եւ քույրը, որովհետեւ նաեւ քույրները հազանգներ ներկայացրել, հազանգել եւ տեսել էր խոշտանգված վիճակում իրեն։ Իրավապաշտպան Անի Չատինյանն է զբաղվում այս մի գործով, չնայած դեռ 1 ամիս առաջ քննչական կոմիտեին ուղարկել բռնությունից տուժած քաղաքացու մատնանշած ոստիկանության
ոստիկանների լուսանկարները, որևէ մեղադրյալ ոստիկան չկա։ Այժմ սպասում են ոստիկանների հետ առերեսումներին, բայց դեռ պատասխան չունեն։ Չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերը ներկայացված են եղել եւ սալջարդ է ունեցել եւ ուղեղի ցնցում է ունեցել արձանագրված արդեն իսկ փաստաթղթերով, սրանք չգիտես ինչու չեն հայտնաբերվել։ Թե արցախցի երիտասարդի, թե իրավապաշտպան Չատինյանին դիմաց քաղաքացու դեպքում դատաբժիշկը հերքել է վնասվածքները։ Ներկայացվել է միջնորդություն կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու արդեն փաստաթղթերի հիմքով, որպեսզի հասկանան այդ ինչպիսի փորձաքննություն է իրականացվել, որ չեն հայտնաբերվել արդեն իսկ փաստաթղթավորված եւ արձանագրված վնասվածքները։ Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում քննչականի ներկայացրած տվյալները խոշտանգումների ահազանգերի մասին։ Իրավապահ այս կառույցից ազատությանը փոխանցած վիճակագրության համաձայն 2022 թվականից սկսած խոշտանգումների ահազանգերն ավելացել են։ Եթե 2022 թվականին ստացել են խոշտանգման 210 դեպքի մասին ահազանգ, ապա 2023-ին 261, 2024-ին 330, իսկ միայն այս տարվա 3 ամիսներին 57 ահազանգ։ Միջազգային կազմակերպություններն ու կառույցները եւս արձանագրել են սրանց մասին, որ Հայաստանում խրախուսվում են վատվերաբերմունքի ենթարկող պաշտոնյաները։ Մարտիրոնքներ եվրոպական դատաների որոշումներում սրա մասին գրել եւ անդրադարձել, եւ Հայաստանը որևէ հետևություն չի անում։ Հայաստանի Հանրապետությունը չի սիրում պատժել իր մեջ եղած խոշտանգողներին եւ չի սիրում մաքրել համակարգը արատավոր երևույթից։ Չատինյանն ուշադրություն է հրավիրում քննչականի կատարած քննության արդյունքներին։ Մի քանի 100 ահազանգերի դեպքում դատարան են ուղարկել մի քանի գործեր։ Օրինակ 2024 թվականին ստացել են 330 ահազանգ, դրանցից սակայն որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը։ Անցած 1 տարում քննչականը չի բացահայտել նաև խոշտանգման այլ դեպքեր։ Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանն էր հայտարարել բռնության մասին, երբ ավտոբուսում այն ժամանակ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալվել էր։ Մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել փողոցում դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժան ծեծի ենթարկած կարմիր բերետավորները։ Այս երկու դեպքով էլ դեռ քննություն է ընթանում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանական համակարգի խնդիրներին անդրադառնալիս պարբերաբար ընդգծում է, բարեփոխումներ են ընթանում։ Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազ գնելու եւ Իրանի տարածքով Հայաստան հասցնելու շուրջ։ Հայաստանը ներկայումս գազ է ստանում Ռուսաստանից եւ Իրանից, Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում։ Թուրքմենստանը բնական գազի պաշարներով աշխարհում ամենախոշորներից է։ Հնարավոր գործարքի վերաբերյալ, սակայն պաշտոնական Երևանը դեռ փակագծեր չի բացում։ Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազ գնելու ու Իրանի տարածքով Հայաստան հասցնելու շուրջ։ Ինչ գնով ու պայմաններով, ըստ կառավարության այս հարցի վերաբերյալ համաձայնություն առայժմ չկա։ Հնարավոր գործարքի մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Երևանում կայացած Հայաստանի եւ Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Պաշտոնյայի խոսքով բանակցությունների մի քանի փուլ արդեն տեղի է ունեցել։ Քննարկումներ են անցկացվել նաեւ Իրանի հետ Թեհրան համաձայնել է ծրագրին։ Գնում կատարել Թուրքմեն գազից, բնական գազի հետ կապված, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը swap սխեմայով, ուրախություն մեզ պետք է ասել, որ մենք ունենք իրանական կողմի պաշտոնական համաձայնությունը։ Գործարքի դեպքում նաև մատակարարվող գազի հնարավոր ծավալի մասին է խոսվում՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։ Ռուսական Գազպրոմ Արմենիայի տվյալներով 2024-ին Հայաստան մոտ 2.4 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք է մատակարարվել։ Այսինքն Հայաստանի համար զգալի ծավալների մասին է հայտարարվել։ Հնարավոր գործարքի վերաբերյալ, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդում։ Առայժմ ոչինչ չի հաղորդվել ժամկետների մասին։ Հայտնի չէ, թե այդ ծավալի գազը ինչ ժամանակահատվածում Հայաստան կհասնի։ Խոսքը տարեկան 600 միլիոնից 1 միլիարդ խորանարդ մետրի մասին է, թե ոչ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հորդորեցին գրավոր դիմել։ Թուրքմենական գազի թեման Հայաստանում նորություն չէ։ Այդ երկրից կապույտ վառելիք բերելու մասին խոսվում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ 2017-ին երկու երկրների նախագահները մեկ ամսվա տարբերությամբ միմյանց այցելեցին եւ ըստ լրատվամիջոցների քննարկումների օրակարգում էր նաև գազի հարցը։ Տարիներն անցան, գազը Հայաստան այդպես էլ չհասավ։ Թուրքմենստանը բնական գազի պաշարներով աշխարհում ամենախոշորներից է։ Կենտրոնական Ասիայի այս երկրից կապույտ վառելիքի արտահանման զգալի մասը Չինաստանին է բաժին ընկնում։
Թուրքմենստանն աշխարհի ամենաբռնատիրական ու փակ երկրներից մեկն է համարվում։ Հեղինակավոր Freedom House այն ռեպրեսիվ ու ավտորիտար է որակում, որտեղ քաղաքացիական ազատությունները գրեթե բացակայում են։ Ըստ տարբեր վերլուծությունների Թուրքմենստանն այժմ փորձում է դուրս գալ ինքնամեկուսացումից։ Պաշտոնական Աշխաբադը Եվրոպա գազ մատակարարելու պատրաստակամության մասին է հայտարարում։ Մարտի սկզբից թուրքմենական գազը Իրանի տարածքով Թուրքիա է հասնում։ Ձեռք բերված պայմանավորվածությամբ մինչ այս տարվա ավարտ Թուրքիա 1.3 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք կմատակարարվի։ Երկրների միջև բանակցությունները ձգվել են գրեթե 30 տարի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Եվրամիությունը իր քաղաքացիներին խորհուրդ տվեց առնվազն 72 ժամվա սննդամթերքի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար։ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում ևս 2 գյուղի գրավման մասին, նաև մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 170 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Starlink-ը Հայաստանում է։ Գերարագ ինտերնետի առկայությունը առավելություն կարելի է համարել հենց ռազմի դաշտում։ Starlink-ը դա ռազմական տեխնիկա չէ։ 100,000-ավոր մարդիկ կրկին հավաքվել են Ստամբուլում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման պահանջով։ Երկրի խոշորագույն քաղաքի Մալթեփե թաղամասում հավաքվածների առաջ ունենալով ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է՝ միլիոնավոր թուրքեր պահանջում են Իմամօղլուի ազատ արձակումը եւ արտահերթ նախագահական ընտրություններ։ Օզելը վերստին պնդել է ընդդիմադիր քաղաքապետի դեմ մեղադրանքները անհիմն են եւ ունի դրդապատճառներ։ 53-ամյա Իմամօղլուն ձերբակալվել էր անցած շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով։ Մյանմարում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1644-ի, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ Վիրավորների թիվը գնահատվում է 3408, հաղորդվում է առնվազն 139 անհետ կորածի մասին։ Երկրաշարժը վնասել է Մյանմարի ճանապարհները, կամուրջները, շենքերը։ Հարևան Թայլանդում էլ ուժգին երկրաշարժը մեծ վնասներ է պատճառել, կան զոհեր։ Եկել եմ այստեղ, սպասում եմ մորս ու փոքր քրոջս, փլատակների տակ են։ Լուրերով տեսա, որ շենքը փլուզվել է, զանգեցի չպատասխանեց, անընդհատ զանգահարում եմ, բայց կապ չկա։ Իրենց հետ աշխատած մարդկանց էլ եմ խնդրել։ Նրանք նույնպես չեն կարողանում կապ հաստատել։ Մայրս ու քույրս փլուզման պահին շենքի 5-րդ հարկում են եղել։ Մյուս աշխատակիցների հետ միասին վազել են ներքև, բայց ցավոք չեն հասցրել։ Սիրտս կոտրվում է, երբեք մտքովս էլ չէր անցնի, որ նման բան կարող է պատահել։ Մինչև հիմա ցնցված եմ, չեմ կարողանում ընկալել, ինչ կատարվեց։ Զարմուհիս այստեղ է եղել ու չգիտեմ, երբ կկարողանանք գտնել նրան։ Հույսս չի մարել, բայց այստեղ նստել ու աղոթելուց բացի ոչինչ չենք կարող անել։ Ես առաջին հարկում էի, երբ երկրաշարժը սկսեց ցնցել ամեն ինչ։ Իմ մյուս գործընկերները 13-րդ եւ 14-րդ հարկերում էին։ Ամեն ինչ ցնցվում էր շուրջներս։ Կողքից մի աղջիկ կար, ինքն էլ զգաց։ Հետո վերևի հարկերից իրեր սկսեցին ընկնել։ Վախեցանք ու որոշեցինք արագ դուրս գալ։ Իսկ վերևի հարկերում գտնվող մյուս մարդիկ չհասցրին ու մնացին փլատակների տակ։ Եվրամիությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել 72 ժամվա սննդամթերքի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար։ Միությունը նախապատրաստվում է տարբեր ռիսկերի, ներառյալ բնական աղետների, կիբերհարձակումների, աշխարհաքաղաքական ճգնաժամերի, ինչպես նաև Եվրամիության երկրների նկատմամբ զինված ագրեսիայի։ Rescue our strategic reserves around the European Union. Եվրամիությունն այս շաբաթ իր քաղաքացիներին խորհուրդ տվեց առնվազն 72 ժամվա սննդամթերքի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար։ Եվրոպական հանձնաժողովն իր ռազմավարության մեջ նշել է, որ միությունը նախապատրաստվում է տարբեր ռիսկերի, ներառյալ բնական աղետներին, կիբերհարձակումներին, աշխարհաքաղաքական ճգնաժամերին, ինչպես նաև Եվրամիության երկրների նկատմամբ զինված ագրեսիային։ Իսկ պատրաստ են եվրոպացիները անկանխատեսելի այդ սցենարներին։
Մենք երբեք նման իրավիճակում չենք եղել։ Իհարկե, մեզ անհրաժեշտ է պատրաստվել։ Հուսով եմ, Եվրամիությունը ցույց կտա ճանապարհը։ Կարծում եմ, Գերմանիայում 3 օրվա համար բավականաչափ սնունդ ու ջուր կունենամ։ Կարծում եմ, աղետների դեպքում տանը պետք է անհրաժեշտ պաշար ունենալ։ Պատրաստվելը լավ գաղափար է։ For catastrophes or something else. And so it's a good thing, I suppose. You think it's more necessary than Կարծում եք, որ սա հիմա ավելի անհրաժեշտ է, քան նախկինում։ Այո, հաշվի առնելով աշխարհի քաղաքական իրավիճակը, ահաբեկչության, պատերազմի փաստը, այո, պատրաստվելը կարող է օգտակար լինել։ War, it might be useful. Are you going to follow this? Կհետևեք այդ խորհրդին, եթե առաջիկա օրերին լսեք նման հայտարարություն։ A good reason to do that, of course. Եթե դրա համար բավարար պատճառ լինի, իհարկե, քանի որ մենք պատասխանատու մարդիկ ենք։ What would you buy? Դուք ինչ կգնեիք պաշար հավաքելու համար։ Food, water, rice, something that Ջուր, սնունդ, բրինձ, այնպիսի սննդամթերք, որ կարելի է երկար պահել, օրինակ պահածոներ։ cans, I don't know, something like that. It seems so far away this event. Անձամբ ես դեռ որևէ նախազգուշական միջոց չեմ ձեռնարկել, քանի որ դա կարծես թե այնքան էլ մոտ իրադարձություն չէ։ Բայց ես Շվեյցարիայից եմ, այնտեղ մենք զինվորական ծառայություն ունենք եւ շատերը մտածում են, որ ցանկացած պահի պատրաստ պետք է լինել։ Ես գիտեմ, որ իմ գործընկերներից եւ ընկերներից շատերը դա անում են, իսկ եթե պաշտոնական հայտարարություն լինի, գուցե արժե տանը ջուր ունենալ եւ պատրաստ լինել։ Բայց մյուս կողմից այնքան էլ հաճելի չէ դրա մասին մտածելը, քանի որ ես չեմ ուզում պատրաստվել նման իրադարձության։ But in like my emotional state says, yeah, I don't want to be prepared for such an event. Եվրոպական հանձնաժողովի ճգնաժամային կառավարման եւ պատրաստվածության հարցերով հանձնակատար Հաջալլահ Բիբը նշել է, որ Եվրամիության ողջ տարածքում մտահոգությունները տարբեր են, բայց բոլոր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու համար։ Պատրաստ լինել ամեն ինչին, սա պետք է լինի մեր նոր եվրոպական կենսակերպը, ասել է պաշտոնյան։ It's Hajjallah Bib. Welcome to What's in My Bag Survival Edition. First up, my glasses. Սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը թվարկում է անհրաժեշտ իրերը, որոնք պետք են արտակարգ իրավիճակում 72 ժամ գոյատևելու համար։ Don't forget the matches and of course the light. Turn. 3 օրվա պաշարը ներառում է սնունդ, ջուր, փաստաթղթեր, մարտկոց, լապտեր, կանխիկ գումար, դեղորայք։ Don't forget your medication. You might need it because you never know. Երկու օր շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանի իշխանությունը հպարտանում է, որ Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգը արդեն Հայաստանում է։ Այսօր էլ Իլոն Մասկը հայտարարեց, որ այն նաև Ադրբեջանում է։ Ըստ մասնագետների, գերարագ արբանյակային այս համակարգը մեծ հնարավորությունների դաշտ է բացում։ Ռազմական ոլորտում էլ փոքր չէ Starlink-ի դերը, սակայն որոշ վերապահումներ այստեղ ամեն դեպքում կան։ Starlink-ը այժմ ակտիվ է Հայաստանում։ X-ի իր միկրոբլոկում այս լուրով կիսվեց Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։ Հայաստանը դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը։ Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը ստեղծել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Նպատակն է ապահովել գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի է։ Նախ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս լուրով հպարտացան։ Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ։ Starlink-ը դա անկախ ինտերնետ է, որը Հայաստանի դեպքում, որը տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել, երբ Վրաստանում ինչ-որ տատիներ իրենց պոստանն էին փորում ու կաբելներ էին կտրում, կարող է եւ լինի հատկապես բիզնեսի համար շատ օգտակար որպես backup կապ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն էլ է համարում սա այլընտրանքային լավ կապ Հայաստանի համար, օգտակար միջոց հատկապես մեդիայի բիզնեսի համար։ Ես ինքս փորձարկումներ եմ արել Starlink-ի հետ, երբ ինքը դեռևս Հայաստանում հասանելի չէր, իր ռոմինգային, հա, որպես տարիֆով, բավական թանկ արժի, $150-ից մինչև $250 կարժեն ամսական,
բայց բավական վստահելի լավ կապ է ապահովում Հայաստանում այն պայմաններով, որ նույնիսկ դրված է եղել, այսպես ասեմ, տանս կողքի, ասենք, մեքենայի կայանի կտուրին, հա։ Ռազմական ոլորտում էլ փոքր չէ Starlink-ի դերը, սակայն որոշ վերապահումներ կան այստեղ։ Ամերիկացի միլիարդատեր Մասկը բոլորովին վերջերս էր սպառնացել Ուկրաինային, ասելով, թե Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է, եւ եթե անջատի, ապա ամբողջ առաջնագիծը նրա պնդմամբ կփլուզվի։ Մասկը հազարավոր Starlink տերմինալներ էր տրամադրել Ուկրաինային 2022 թվականի փետրվարի ներխուժումից հետո, ռուսների ոչնչացած կապի ծառայությունները փոխարինելու համար։ Հետագայում, սակայն, սահմանափակել էր մուտքը։ Starlink-ը նաև ռուսական կողմն է օգտագործում։ Այն արդեն հասանելի է նաև Ադրբեջանում։ Այդուհանդերձ Starlink-ի արկայությունը առավելություն կարելի է համարել հենց ռազմի դաշտում։ Ռազմի դաշտում պիտի լինի ռազմական տեխնիկա։ Starlink-ը դա ռազմական տեխնիկա չէ, այլ ինքը քաղաքացիական է եւ հետեւաբար գուցե ընդունել է իր կիրառությունը, ինչպես որ քաղաքացիական դրոնները օգտագործում են այսօր ռազմի դաշտում, եթե այլ ճար չկա։ Եվ այո, իսկապես գուցե Հայաստանի նման երկրի դեպքում ինքը կարող է լավ արդյունքներ ցույց տալ սահմանամերձ վայրերում, էլի որոշակի փորձարկումներ արվել են, եւ ինքը իրեն լավ է ցույց տալիս եւ շարժական իրավիճակում, եւ շարժվող մեքենայի մեջ է դա ապահովում կապուղի եւ ստատիկ, հա, դրված տեսքով։ Պետք է շարունակել կապի այլընտրանքային գաղտնագրված եւ ռազմական նշանակության միջոցների ստեղծումը։ Starlink-ի ռազմական նշանակությունը պետք չէ գերագնահատել առավել եւս ըստ մասնագետի հուսալի վստահելի միջոց համարել։ Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով Starlink-ի հիմնադիր Իլոն Մասկին կարող է ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բան չգոհացնել եւ կիրառումը հենց այդ պահին կսահմանափակվի։ Մեկ տարի առաջ կառավարությունը դեղատներին պարտադրեց առանց էլեկտրոնային դեղատոմսի մի շարք դեղեր քաղաքացիներին չվաճառել ու արդեն մի տարի է դեղատները բողոքում են, որ քաղաքացիները միևնույն է առանց դեղատոմսի գալիս են, դեղատանն էլ բողոքում, որ բժիշկները էլեկտրոնային դեղատոմս չեն գրում, իրենք էլ վերջում տուգանվում են։ Հարցը մի տարի է չի կարգավորվում, ոչ վարչապետին ուղղված նամակը փրկեց, ոչ էլ խորհրդանական քննարկումները։ Դեղատների ցանցերն ահազանգում են, շարունակում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր վաճառելու համար, մինչդեռ սահմանված կարգին հենց բժիշկները չեն հետևում եւ իրենք պարզապես այլ տարբերակ չունեն։ Չնայած ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներին ու քննարկումներին ընկերությունները պնդում են, սայլը տեղից չի շարժվում։ Բոլոր բժիշկների հետ դեղատներից մեր մենեջերները կապվել են, դեղատների աշխատողները կապվել են, որ բացատրեմ, որ այդ դեղատոմսերը դուրս գրվեն։ Դեղատոմսերը դուրս չեն գրվում, իրանք էլ են տեղյակ։ Ըստ գործող կարգի արդեն 1 տարի է հարյուրավոր դեղամիջոցներ, հակաբիոտիկներից մինչև հակասնկայիններ պետք է վաճառվեն միայն բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսով։ Անցած ժամանակը սակայն ցույց տվեց, սա հիմնականում չի գործում։ Դեղատները պնդում են, պետությունը բժիշկներին պարտադրելու փոխարեն իրենց է տուգանում։ Վագաֆարմ դեղատնային ցանցի սեփականատեր Վահե Վարսանյանն իրավիճակն այլաբանորեն է ներկայացնում։ Պատկերացրեք, որ ընդունենք ուզում եք ձեռնարկատիրությամբ զբաղվեք, խոհարարական գործ եք ուզում սկսեք ու նաև գրտնակ եք ձեռք բերում, որ խմորը բացեք։ Հետո հաշվարկում եք, տեսնում եք, որ չէ, սա ձեր խելքի գործը չի, դրանից հետո բայց տեսնում եք, որ այն գրտնակը, որ այս էլեկտրոնային դեղատոմսերի դեղը պետքա, էլեկտրոնային համակարգը դեղերի դուրս գրման պետքա ապահովեր, դա ուրեմն չի կատարվելու, բայց դրանով տուգանելու գործիքը շատ լավն է։ Այդ գրտնակը վերցնում ես, արդեն ոչ թե սկսում ես քո խոհարարական գործը կազմակերպել, այլ ասում ես ավելի լավ է դուրս գամ փողոց ու մարդկանց գլխին տամ փողերը կորզեմ։ Հիմա կառավարության պահվածքը նման է դրան։ Վագաֆարմն ու 12 այլ ընկերություններ գրությամբ դիմել են վարչապետ Փաշինյանին խնդրելով լուծել բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման խնդիրը ու մինչ այդ դադարեցնել վարչարարությունը։ Սա նույն հարցով վարչապետին ուղղված առաջին նամակը չէ։ Ամիսներ առաջ էլ թեմայի շուրջ խորհրդարանական քննարկում էր կազմակերպվել։ Տվյալ դեպքում այսքան բացատրություններից, այսքան ասելուց հետո նրանք հետ չեն կանգնում եւ տուգանքները մենք գիտենք, որ շարունակվում են։ Մոտ 1 միլիոն, 2 միլիոն տուգանքներ են անհատ դեղատների վրա գրվում է։ Կառավարությունն ընդունում է, խնդիրներ կան։ Այս մասին շաբաթներ առաջ անձամբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց։ Վերջին շրջանում արդեն դասական դարձած իր արտահայտությունն օգտագործելով։
Բարեփոխումը հանդիպում է իր խնդրին։ Ես հանձնարարել եմ, որ առողջապահության նախարարությունը պետք է արձանագրի, որ բժիշկներն են, որ այդպես են վարվում, իրանց հետ էլ խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, 5 անգամ խնդրենք, 10, 20, 30, 40, 50, 100, 500, բայց 501-րդ անգամ արդեն պետքա միջոց ձեռնարկվի։ Հակառակ դեպքում երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգերը եւ կարգավորումները չեղարկելու տասնյակ պատճառներ կան։ Տեղատների դժգոհ ներկայացուցիչներն ընդգծում են, բժիշկների հետ այսպիսի զրույցներ կամ չեն լինում, կամ էլ դրանք արդյունք չեն տալիս։ Նրանց պատճառով ուրեմն տուգանել մեկ այլ սուբյեկտեր դա անհեթեթություն, այս որում իրանք էլ են ընդունում, որ չի գրվում, եթե չի գրվում, ոնց է տուգանում։ Վարչապետին ուղղված նամակում խնդրում են նաև հետ կանչել Արդարադատության նախարարության մշակած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի դրույթը։ Դրա համաձայն, երբ տուգանված քաղաքացին դատարան է դիմում եւ գործը վարույթ է ընդունվում, ակտի կատարումը կասեցվում է։ Տուգանքը չի վճարվում, քանի դեռ վճիռ չկա։ Գործարարները, իրավաբանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ահազանգում են, սա խախտի ամեղության կանխավարկածը կարող է հանգեցնել բիզնեսների սնանկացման։ Դեղատների ներկայացուցիչները պնդում են, իրենց ոլորտում ստեղծված իրավիճակն այս նախաձեռնությունն ավելի սարսափելի է դարձնում։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը մինչդեռ հայտարարում է, պնդումները, թե ուզում են ստիպել քաղաքացիներին կամ բիզնեսներին վճարել եւ հետո դատարան դիմել, իրականությանը չեն համապատասխանում։ Նախագծի նպատակն ըստ նրա քաղաքացիներին անբարեխիղճ մարդկանցից պաշտպանելն է։ Տուգանքի հետ չկապված մյուս բոլոր վարչական ակտերի պարագայում նախագիծը նախատեսում է հնարավորություն, որպեսզի վարչական ակտի բողոքարկման պարագայում վարչական ակտի գործողությունը ավտոմատ կերպով չկասեցվի։ Այդ վարչական ակտերը կարող են վերաբերել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց։ Օրինակ, կարող են վերաբերել առերևույթ անբարեխիղճ ֆինանսական կազմակերպության գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ սննդի օբյեկտի գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ շինարարական կազմակերպության գործունեության կասեցմանը եւ այլն։ Արդարադատության նախարարությունն աղմկահարույց նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպում։ Հետաքրքրվողները կարող են գրանցվել եւ մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը սեփական օրինակով ուզում է խրախուսել ուսանողներին եւ դասախոսներին, հորդորելով վերջիներիս հեծանիվով դասի գնալ։ Շահագրգռում է նաև ֆինանսապես վարկով հեծանիվ գնելու տոկոսադրույքը կզրոյացվի։ Առողջ ապրելակերպ քարոզող երկրի ղեկավարին սակայն հարցեր ունեն հենց ուսանողները։ Բաց փողոցներով եւ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեծանիվ վարող վարչապետը տեղյակ է արդյոք հարմարեցված է մայրաքաղաքը հեծանվազքի համար։ Եթե համալսարանների ու քոլեջների դասախոսները կամ ուսանողները որոշեն վարկով հեծանիվ գնել եւ դրանով դասի գնալ, ապա կառավարությունը կփակի այդ վարկի տոկոսները։ Գործադիրը նման որոշում է ընդունել։ Վարչապետ Փաշինյանը, որ վերջերս սկսել է ավելի ակտիվ հեծանիվ վարել տեսախցիկների առջև, կարծում է, որ այդպիսով իրենք կխթանեն առողջ ապրելակերպը եւ երթևեկության այլընտրանքային ձևերը։ Տոկոս զրոյացնում ենք բոլոր են քաղաքացիների ներողություն ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց։ Կրթության եւ գիտության նախարարությունը նախագիծը կազմելուց առաջ անգամ հարցում է արել ուսանողների շրջանում։ Պարզվել է, որ 5000 հարցված ուսանողներից միայն 15-ն է հեծանիվ վարում, բայց կցանկանային 150-ը եւ որոշվել է նրանց շահագրգռել հեծանվի վարկի տոկոսները փակելու միջոցով։ Այդ նպատակի համար կառավարությունը պատրաստ է առաջիկա 5 տարիներին հատկացնել 250 միլիոն դրամ։ Չեմ կարող, հաստատ Հայաստանում քշել չեմ կարողանում։ Էսթերն ուսանող է, սովորում է ֆիզկուլտ ինստիտուտում սպորտային պարերի բաժնում, առողջ ապրելակերպի եւ սպորտի սիրահար է, բայց ասում է քաղաքային երթևեկության մեջ ոչ մի դեպքում հեծանիվ չի քշի։ Չէ, թեկուզ նվիր են, հաստատ չեմ քշի ստեղ։ Շատ վտանգավոր է իմ համար ճիշտն ասած։ Իրականում քշելը շատ լավ ու օգտակար է, ուղղակի որ հատուկ գիծ չկա հեծանիվի, դա մի քիչ պատճառ է, թե չէ սենց Ազատության հարցման մյուս մասնակիցները եւս ասացին տարբեր պատճառներով հեծանիվ չեն վարում, բայց այդ պատճառների թվում ամենևին հեծանիվ գնելու գումար չունենալը կամ վարկի անմատչելիությունը չեն։ Շորտ անվտանգության նկատառումներից ելնելով երբեք չեմ վարի հեծանիվ, որովհետեւ մեր հայ իրականության մեջ հեծանիվով վարորդները այդքան էլ չեն ընդունվում մնացած վարորդների կողմից։ Ինչու՞ չեք դիտարկում հեծանիվը։ Ոչ թե չեմ սիրում, այսինքն առողջ է, ինչ որ
զբաղվում եմ սպորտով, վազում եմ առավոտյան, ուղղակի չեմ դիտարկում, էլի ժամանակի առումով երևի, ավելի հարմար եմ նայում մեքենայով։ Խճճված է քաղաքը։ Քաղաքը խճճված է, նախ եւ առաջ ավտոմեքենաները շատ են, հետո մենք այդ հարմարությունները չունենք, որպեսզի մեր Երևան քաղաքում քշեն հեծանիվները։ Նախագծերի վերաբերյալ դիտարկումների ամփոփաթերթում էլ հեծանվային ուղիների անհրաժեշտության մասին նշումներ կան։ Առողջապահության նախարարությունը նկատել է, լավ կլիներ ոչ միայն վարկի պայմանները բարելավել, այլև փողոցներում հեծանվային ուղիների գծանշումների հարցը լուծել։ Վարկային կազմակերպությունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունն ավելի ուղիղ է ձևակերպել միտքը։ Հայաստանի փողոցները չունեն հեծանիվ վարելու համար առանձնացված գոտիներ, ինչը շատ վտանգավոր է եւ նման նախագծեր շրջանառության մեջ դնելուց առաջ պետք է պատշաճ հաշվարկել, թե որքանով է ընդհանրապես այդ նախագիծը իրագործելի։ Այսօր ուսանողներից շատերը չեն երթևեկում հեծանվով։ Ոչ թե այն պատճառով, որ չունեն հեծանիվ ձեռք բերելու համար անհրաժեշտ գումար, այլ նրա համար, որ հեծանիվ վարելը անվտանգ է միայն այգիներում եւ պուրակներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային ուղիներին իր խոսքում անդրադարձավ, ասաց, մինչև հեծանվորդները փողոցներում չշատանան, համայնքները առանձին ուղիներ չեն կառուցի։ Այսինքն քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն խնդրեմ է։ Հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։ Հիմա խնդիրն է նա, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ տենց հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրական։ Փաշինյանի այս դիտարկմանն արձագանքելով կենտրոնի նախկին թաղապետ ուրբանիստ Վիկտոր Մնացականյանն ասում է, վարչապետը խառնում է պատճառն ու հետևանքը։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել սովորեք գծվել բասերի մեջ, հետո ջուրը կլցնենք։ Վիկտոր Մնացականյանն ասում է, հազարավոր հեծանիվներ կան, որ քաղաքացիները քշում են, բայց իրենց բակերում։ Ոչ ոք այսպիսի երթևեկության պայմաններում չգծանշված պողոտաներով հեծանիվ չի վարի։ Ձեր երեխաներին դուք թողեք դասի գնան հեծանիվով, առանց ախրանայի, առանց հասկանում եք փողոց փակելու, առանց ինչ-որ ավելորդ բաների, ապահովական միջոցների։ Ձեր ուսանող երեխային, դպրոցական երեխային, չգիտեմ, ձեր կինը կամ ինքը առանց ախրանայի կգնա, իհարկե ոչ, բայց ինքը չի գնան, չի ազդրում, որ երեխեքը գնան փորձանքի մեջ։ Մնացականյանը տարիներ առաջ փորձեց ծրագիր սկսել եւ փոքր կենտրոնում հեծանվային ուղիներ առանձնացնել, սակայն միայն Կողբացի փողոցում 100 մետրանոց պիլոտային ծրագիրն իրագործվեց, այդ ուղին էլ հետո չօգտագործվեց եւ վերացավ։ Հեծանվային ուղիներ ստեղծելը մասնագետներ է պահանջում, որոնք չկան։ Երբ պիլոտային ծրագիրն իրականացվում էր, ասաց անգամ ոչ ոք չգիտեր, թե ինչ գույնով պետք է առանձնացվեն այդ ուղիները։ Բայց մասնագետ չկա, ես այսօրվա դրությամբ Երևանում օրինակ կբերեմ, որ կարող է գրագետ հեծանիվ ուղիներ կառուցել։ Հեծանիվ ձեռք բերելու համար մինչև 300,000 դրամ արտոնյալ վարկի համար ուսանողներն ու դասախոսները կարող են դիմել սեպտեմբերից։ Ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն էր, այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, շարունակեք հետևել լուրերին, այցելելով azatutun.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ։ Հաջողություն։